Սա շատ տխուր, շատ դաժան եւ ընդհանրապես սոսկալի իրավիճակ է եւ Հայաստանի պատմության մեջ այսպիսի էջ չպետք է լիներ ձեր հայտնի հանգամանքների բերումով եւ այո կարելի է այնպես անել որ այսպիսի էջ չլիներ եւ դրանից որևէ վատ բան տեղի չէր ունենալ մեն լավ բան տեղի կունենար սա վատ էջ է սա շատ վատ էջ է Հայաստանի Հանրապետության պատմության համար որովհետև սա ցույց է տալիս, որ Հայաստանի Հանրապետությունում իրավիճակը այնպիսին է, որ արժեքները ոտնատակ են արվում ամեն օր։ Ինչ են այսքան մարդիկ այստեղ հավաքված, որովհետև Արտուր Սարգսյանին ընկալում էին, մենք բոլորս ընկալում ենք որպես մեր ազգային արժեքների կրող մարդ, որը ինչ որ իրավիճակում կանգնել է մեզնից յուրաքանչյուրի արժանապատվության համար։ Պայմանավորվեցին, որ պետք է հանդիպեինք եւ գործերը տայի իրան։ Հետո զանգ արեցի երեկոյան, ասեց, որ մի քիչ լավ չեմ զգում, մյուս օրը կգամ կտանեմ, այսօր ժամը երևի 2:30-ի կողմերն էր, եղբայրը զանգեց։ Ցերեկը։ Հա, ես ցերեկը զանգեց, ասեցի կգամ կվերցնեմ։ Հետո ինտերնետից իմացանք, որ մահացել է։ Երեկվա դրությամբ կրկին Արթուրին ուղարկել էին ծանոթություն, որ ներկայանար այդ վիճակով, պահանջում էին, որ այսօր երեկոյան ժամը 6-ին ներկայանար քննչական։ Հատուկ քննչական ծառայություն։ Այո, ինչու ինչ էին գրել տեղակիկ։ Կարդացի, բայց առանձնապես բան չկար գրված, պարզապես որ ներկայանա այսինչ ժամին, այսինչ օրը այնտեղ։ Մարդը դեռ ապաքինված չէր։ Նման նախ նրան ընդհանրապես բանտարկել չէր կարելի։ Այդքան ամիսները ծանր պայմաններում այդ ծանր հիվանդություններով անցկացնելուց հետո նա դուրս եկավ եւ հիմա էլ այդ հացադուլը, որը ամբողջովին նրան թուլացրեց նրա օրգանիզմը, երեք բժիշկներն էլ ասացին, որ ինքը շատ թույլ է, երբ որ վիրահատությունը արեցին դուրս եկան, բժիշկները բացատրեցին, որ ինքը շատ թույլ է եւ դրա համար ամենակիչը 5 օր պետք է արհեստական շնչառության տակ մնա, որովհետեւ օրգանիզմը այնքան թուլացած է, որ հնարավոր է չդիմանար։ Երկրորդ կալանավորման երկրորդ որոշումը այո դվել է հատուկ քննչական ծառայության Սասնաձորերի գործը այսպես ասած գնդող քննչական խմբի ղեկավարը եւ կալանավորման վճիռը դվել է համապատասխան դատավորը, բայց նման որոշումը Հայաստանի Հանրապետությունում, այսօրվա Հայաստանի Հանրապետությունում ցավոք չի կարող ինքնագլուխ լինել, եթե չկա վերևից շատ հստակ ցուցում։ Եվ Արթուրը եթե երկրորդ կալանավորումից ազատ արձակվեց, դա առաջի հերթին իր շնորհն էր, իր ինքնազոհության հացադուլի դիմելու հետևանքով էր դա եւ իհարկե նաեւ վերստին երկրորդ անգամ իր պաշտպանների կողմից մարդու իրավունքների եվրոպական դատարան հրադապ հայց ներկայացնելու արդյունքներ, այդ երկուսի արդյունքներ եւ ոչ թե ինչ-որ խոհարարության կամ օրենքը հանգարցակիորեն հարգելու ինչ-որ դրսևորում, այսպես կոչված պատկան, դատական, իրավապահպան իբր շագերտների մեջ եւ քաղաքական իշխանությունների կողմից։ Խղճի մարդ, որպես մարմնավորող մեր ազգի այն, գիտեք, այն միտքը, որ Սասնա ծռերի կատարած հերոսությունը պետք է որ ամրագրվեր, պետք է որ ոգևորեր, պետք է այսպես
աջակցեր նրանց, ինքը կատարեց ամենախղճով քայլը, հաց տարավ տղաներին, երբ իմացավ, որ հաց չկա այնտեղ։ Իսկ Սասնա ծռերը այսօր ամբողջ ժողովուրդն է գտնվում, որ նրանք հերոսներ են։ Ապացույցը վառ նա է, որ մանուկները դպրոցներում, նույնիսկ մանկապարտեզներում փորձում են նմանվել Սասնա ծռերի ամեն մեկը մի հերոսի է ուզում նմանվել։ Սա ապացույց է այդ ամենի, որ նրանք ճիշտ են եւ պատմությունն էլ հենց դատելով է այդ մասին, պատմությունն էլ իրեն ասելու է, բայց այսօր մենք գտնում ենք, որ ճիշտ են արել տղաները։ Ճիշտ էր նրանց ապստամբությունը, որովհետեւ ապստամբությունը ոչ միայն նրանց որոշումն էր, ոչ միայն անհրաժեշտություն, այլ նաեւ իրավականորեն ճիշտ էր։ Որ իրավունքով միջազգային միավորված ազգերի կազմակերպության կողմից հաստատված իրավունքով ճիշտ է Սասնա ծռերի քայլը, որովհետեւ եթե ազգը տեսնում է, որ իր վերնախավը, իր իշխանությունը ազգը հետ է տանում պաշտպանության, մշակույթի, տնտեսական, իրավական առումով հետ է տանում ազգին, ապա ինքը իրավունք ունի հեղաշրջի, դա երկրորդ բանաձևն է, եթե չեմ սխալվում, իրավունք ունի հեղաշրջի տվյալ գործող իշխանությանը։ Եվ տղաները այդ փորձն արեցին։